Սիրելի եղբայրներ, բարի եկաք մեմևս այս մեր սերդողության ծառայությանը։ Ինչպես գիտեք, արդեն ամիսները, դարիները կսերդենք Տիրոջ խոսքը եւ հասել ենք Հովաննու ավետարան եւ վերջացնելու վրա ենք հասել ենք 20-րդ գլուխ։ Հիսուսի խաչելությունը, հարությունը, այսօր պիտի խոսենք իր հարության մասին եւ ինչպես Հովաննես ավետարանիչը ամեն մեկ գլխուն մեջ շեշտը գտնե Հիսուսի աստվածության վրա։ Հիսուսի երկնային լալու վրա։ Եվ մենք սերտեցինք այս միասին դարբեր այս մեր անցյալ սերդողություններում։ Գլուխ 20 հավասիկ կսե մեկ շաբթի օրը, ուրեմն գիրագի օրը Մարիամ Մագդաղենացին արդուն դեր չլուսած գերեզման գերտա ու գտեսնե որ կարը գերեզմանին դրնեն վերծված է։ Այստեղ Մարիամի մասին միան կխոսվի, բայց եւ կարդանք Մատթեոսը եւ Մարգոսը, գտեսնենք նաեւ ուրիշ գիներ իր հետ էին։ Ամենջապես ետ կվերադառնա Սիմոն Բոդրեսին եւ մյուս աշակերտին, որ Հիսուսը գսիրեր եւ գսի անոնց։ Դերը գերեզմանեն վերցուցին ու չեն գիտեր ուր թրին զանիգա։ Սովորություն գար երբ որ մեկը գմահանար, մեկ երկու օր հետո երթալ եւ խում ձխել, ցավակցիլ եւ այս իրավիճակի մեջ էր Մարիամը եւ գիները երբ եկան եւ տեսան թե Հիսուսի մարմինը չգաշուշտ, առաջին դրսևորումն է, առաջին հագաստեցությունն է, զարմացած Հիսուսի տարեր են մարմինը, ուր թրեր են, շատ հերու են մտածել է թե Հիսուս ինչ սա, որտի մարդու պիտի մեռնի եւ 3 օր հետո հարություն պիտի առնի։ Այս բոլոր իրենք մոռացել էին, քանի որ ինչպես անցյալ անգամ լսինք, սրդի ցավը, սուքը կմորցնի հոգեվոր ճշմարտությունները։ Ելան Պետրոս եւ մյուս աշակերտը ուտեբի գերեզման կացին։ Երկուսն ալ մեկտեղ գվազեին եւ մյուս աշակերտները Պետրոսեն ավելի շուտ վազելով անկե առաջ գերեզմանը հասավ։ Մյուս աշակերտը Հովաննեսի մասին է խոսքը եւ ինչպես մենք արդեն տեսանք, Հովաննես ավելի երդասարդ էր, ավելի նույնիսկ նոր բադանութեն ելած երդասարդ եւ ավելի արագ վազեց, հասավ գերեզման, բայց ներս չմտավ։ Ձրելով նայեցավ գսե եւ տեսավ որ գդավները հոն գենային։ Ուրեմն այստեղ կարևոր բան կա, Հիսուսի չեն փախցուցած, եթե Հիսուսի մարմինը փախցուցած լային գդավներով պիտի փախցնեին, գդավները այդտեղ են։ Առաջին զարմանալի բանը, բայց ինք ներս չմտավ, վստահ վախցավ, զարմացավ, տեսավ թե ինչպես կարելի է գերեզմանի մեջ, որ մենք այդտեղ դրինք, մարմինը այդտեղ չլա։ Սիմոն Պետրոսը ինքը երբ հասավ եւ նորեն որ իր հետևեն գուկար գերեզմանը մտավ եւ տեսավ գդավները, որոնք հով գգենային։ Եվ Վարշամագը, որ անոր գլուխներ, մյուս գդավներուն հետ չէր, հաբա ձալված մեկ կողմը դրված էր։ Հիսուսի հարությունը գազմագերբված էր։ Հիսուսի հարությունը որոշված էր։ Այդպես խառնի ջահանջ բանը չեղավ։ Հիսուսի հարությունը նայեցեք ամեն ինչ իր տեղը կարգավորված եւ այս գլուխը մեզի այդ պիտի սորվեցնե։ Ամեն ինչ կարգավորված, ամեն ինչ իր տեղը, իր ժամին։ Գդավները այդտեղ նետված չէին այստեղ այնտեղ, այլ ձալված։ Հիսուսի գերեզմանեն դուրս գալը, մարմինի գերեզմանեն դուրս գալը որոշված էր, գազմագերբված էր։ Եվ ինչ գեղեցիկ այստեղ կտեսնենք հարուցյալ ցանկը նաև պետք է այսպես կազմակերպված։ Հիսուսի գերեզմանը մաքուր էր։ Այդտեղ ամեն ինչ իր տեղն էր։ Նույնիսկ որդերը եկած չէին։ Քանի որ գերեզման նախ նոր գերեզման էր, երկրորդ Հիսուսի հարությունը կազմակերպված, ցալված, մաքուր իր տեղը։ Երանի մեր ցանկերը նաև այդպես կազմակերպված լայն եւ ես գնամ ասել սիրելի եղբայրներ, հավատացյալներուն մեծամասնությունը այսօր խնդիրը ունեն իրենց կազմակերպչական ցեմը։ Շատեր կազմակերպված չեն իրենց հոգեվոր կյանքը, սուբկիր կարտալու կյանքը, եկեղեցական կյանքը, ծառայելու կյանքը կազմակերպված չէ։ Այո, հավատք ունին, բայց ոչ կազմակերպված։ Այս կարևոր այս օրինակը, որ Հիսուսի գերեզմանի գդավները ցալված էին, ամեն մեկը իր տեղը։ Հալելույա։ Այնադեն ներս մտավ մյուս աշակերտը, ուրեմն Հովաննես, որ առաջ գերեզմանը եկեր էր, տեսավ եւ հավատաց։ Ինչին հավատաց։
Այստեղ շատ մասնակիցներ դարբեր բաներ գսեն։ Շատեր գսեն հավատաց Մարիամի խոսքին, որ Մարիամը սավ արեր դարերեն մարմինը վերցուցած են հավատաց Մարիամին։ Շատեր գսեն հավատաց թե Հիսուս հարություն արավ։ Շատեր գսեն հավատաց, որ աստվածային մի բան եղավ։ Այդտեղ կա աստվածային մի բան։ Հավատաց, որ բաները եղավ։ Հիշեց վստահ Հիսուսի հարությունը, բայց չէր գրնար երևակայել, աշակերտները չէին գրնար երևակայել, որ Հիսուս երրորդ օրը հարություն բիդարնի։ Շատեր կարծեին, որ Հիսուս ինքը իր հարությանը մասին կխոսի հետո աշխարհին վերջը, երբ բոլորը հարություն բիդարնեն, ինքն էլ հարություն բիդարնի։ Ուրեմն այս խառնված վիճակի մեջ էին աշակերտները։ Բայց այստեղ Հովհաննես հավատաց, որ հոգևոր բանը եղավ։ Քանի որ գրած են այսեք, վասնզի թեր քրվածը չէին գիտեր, թե պետք է որ անիկա մերելներեն հարություն առնե։ Չէին գիտեր, որ հարություն պիտի առնե։ Լսած էին, բայց հասկացան, որ բաները մգլա։ 10-րդ համարն այցեք, ետքը աշակերտները նորեն իրենց դունը կացին։ Զարմացան, որ բաները մգլա, բայց այնքան էլ աստեցություն չունեցավ գարձես իրենց վրա։ Այնքան չզգացին, չհասկացան Հիսուսի հարությունը իրական փոփոխելի բանը պետք է լար իրենց կյանքին մեջ։ Եվ այստեղ մենք կրնանք շատ բաներ հասկանալ։ Մեր քրիստոնյա ազգը, ժողովուրդը Հիսուսի հարությունը գդոնե ամեն տարի կհավատան, որ Հիսուս հարություն արած է, բայց իրենց կյանքը չի փոխվիր։ Նորեն կվերադառնան իրենց տանը, նորեն կվերադառնան իրենց ամենօրվա վազգի մեջ, մեղքի մեջ։ Հիսուսի հարությունը, եթե քո կյանքը չի փոխեր, քո անձնական իր հարության մասին հավատալը նույնիսկ իմաստ չունի։ Որ Հիսուս հարյավ իմերելոց ամեն, բայց իր հարությունը ինչ կփոխե քո կյանքին մեջ։ Այստեղ պաստորեն աշակերտներուն այնքանալ փոխված չէին, հավատացին։ Հովհաննես հավատաց, որ բաները եղավ, բայց իդ վերադարձան իրենց նորմալ ընթացքին։ Այստեղ ցույց կտա հավատքի եւ հավատքի քայլի տարբերության մասին։ Հավատալ եւ այդ հավատացածով ապրիլ տարբեր բաներ են։ Այսօր եկեղեցիներու մեջ շատ ավելի հավատացողներ կան, քան թե հավատքի համաձայն ապրողներ։ Հավատքի խոսքի համաձայն ապրողներ։ Ուսամտուն այդպես չես։ Ուսամտուն գսորվիս, որ հավատալը ասել է փոխվիլը։ Փոխվիլ մեր մտածելակերպը, խոսակցականը, մեր ներքին բայկարները, մեր բնավորության գիծերը, այո, հավատացողը պիտի փոխվի։ Համար 11։ Բայց Մարիամ գերեզմանին դուրս գայներ եւ գուլար։ Ու երբ գուլար, թեպի գերեզմանը ձրեցավ նայելու։ Տեսավ երկու հրեշտակներ, ջերմակ հանդերձներով, որ նստեր էին, ուր Հիսուսի մարմինը թրված էր։ Մեկը գլխուն գողմը, իսկ մյուսը ոտքին գողմը։ Եթե գրնակ պատկերացնել, Հովհաննես եկավ, Պետրոս եկավ, տեսան գդավները, մարդ չկար։ Մարիամ Թուրին արջևներ եւ գուլար հրեշտակներ եկան։ Որտեղ են մտան։ Ինչպես եկան։ Հրեշտակ են։ Գրնանքալ, բայց գերբարանքը մարդու գերբարանքով, երևելի գերբարանքով։ Ուրեմն գտեսնենք այստեղ նույնիսկ հոգևոր մարմինը բادرեն կանցնի, ինչ որ Հիսուս պիտի ընե քիչ հետո։ Հոգևոր մարմինին սահման չկա, ֆիզիկական սահմաններ։ Հրեշտակները եկած էին մինչ Մարիամը գուլար, մինչ աշակերտները վերադարձան իրենց կորձին, իրենց մտահոգություններուն, իդ վերադարձան դունը, Մարիամ մնաց այդտեղ։ Եվ Մարիամին հայտնվեցավ աշակերտները, հրեշտակները։ Եվ այստեղ կտեսնենք գեղեցիկ ցևով հրեշտակները, երկու հրեշտակներ նստած, համթարդ, գազմված, գազմավորված, մեկը գլխուն կողմը, մեկը ոտքին կողմը նստած։ Այստեղ կտեսնենք գազմավորված, որոշված, համթարդության մեջ։ Եվ հրեշտակները սինովգին ինչու գուլաս։ Եվ ինքն ասավ, անոր համար, որ իմ դերս քերեզմանին վերցուցին, ու չեմ գիտեր ուր թրին զանիգա։
մտահոգված։ Մարիամը գփնդրե իր դերը։ Ուզե տեսնել իր դերը ինչպես որ միշտ տեսած էր։ Կսպասեր տեսնել ինչը պատասխանը այս բացակայությանը, այս մարմինի բացակայությանը։ Հրեշտակները եկած են եւ գսեն ինչ կուզես, ինչ չի զարմանար նույնիսկ թե հրեշտակները ուր են ներս մտան։ Հասկանաք սիրելիներ։ Անչափ որ իր ցավը ծանր էր, ինք նույնիսկ արիք չունեցավ մտածելու, թե դուք ով եք։ Դուք որտեղ են ներս եկաք։ Քիչ առաջ մեկը չգար այստեղ։ Իր ներսի ցավը շատ էր, քանի որ Մարիամ Մագդաղենացին այնքան գսիրեր Հիսուսին։ Իր կյանքը փոխած էր Հիսուս։ Ինք որ դեպահար գիներ, ինք որ այդպես անալագության մեջ կաբրեր, Հիսուս իր կյանքը փոխեց։ Ինք գսիրեր Հիսուսին։ Հիսուսի համար պատրաստ էր իր կյանքը տալու, բայց այստեղ չգար Հիսուս։ Անորոշ վիճակ, ինչ պատահեցավ, ինչ եղավ։ Հրեշտակներ գերևնան նույնիսկ հրեշտակներուն չհասկնար թե ինչ են, ով են հրեշտակները։ Ինքը իր ցավը գբատնե։ Եվ փառք Տիրոջ այստեղ երբ այս բաները ըսավ յետին դարձավ եւ տեսավ Հիսուսը որ գայներ էր, բայց չէր գիտեր թե Հիսուսն է։ Հիսուսը սավանորով գին ինչու գլաս։ Ով գփնդրես։ Եվ գինը գարձելով թե անիգա բարդեսբանն է սավանոր դեր։ Եթե դու վերցուցիր զանիգա ըսե ինձի, ուր տրիր զայն, որպես ես զանիգա առնեմ։ Մարիամին մտահոգությունը Հիսուսն էր, Հիսուսի մարմինն էր։ Հիսուս կհայտնվի իրեն չի ճանչնար իրեն, այստեղ շատ բաներ գրնան գսել, արդյոք Հիսուսի մարմինը երևույթը փոխված էր, չեմ գարձեր, քանի որ երբ եկավ աշակերտներու մոտ տեսան, արդյոք այնպես տեղ կանգնած էր Հիսուս, որ արևը ետևեն գզարներ, թերևս Հիսուսի երեսը չերևնար, եւ Մարիամ ներսեն կտեսներ Հիսուսի արևելի այսպես շուքը, շվակը եւ ոչ թե երեսը։ Շատ բաներ գրնան գսել, ամենաթեւս Հիսուսի նպատակը այստեղ կտեսնենք, պիտի տեսնենք, այն չէր որ Մարիամ ճանչնար Հիսուսը։ Այն էր որ Մարիամ հավատար, թե Հիսուս հարություն արած էր։ Մարիամ կփնտրեր Հիսուսի մարդկային գերբարանքով, ինչպես վարժված էր տեսնել 3 տարվա մեջ։ Իր դգարի գերբարանքով, իր մարդկային գերբարանքով։ Բայց Հիսուս այստեղ պիտի հայտնվի իր փառավորյալ գերբարանքով, իր հաղթական գերբարանքով։ Ինչ որ Մարիամ վարժված չէր այդպես տեսնելու։ Ուրեմն երբեմն մենք ալ նույն ցևով շատ անգամներ գուզենք հասկանալ հոգևոր բաներ մեր գարձած ցևով, մեր դրամապանությամբ, բայց Հիսուս այդպես չհայտնվիր մեզ գուզե միշտ ավելի հերու դանել մեր հոգևոր կյանքի մեջ։ Մեր վարժություններն դուրս կուզե հանել։ Մարիամ վարժված էր տեսնել Հիսուսի եւ գուզեր այդպես տեսնել, բայց Հիսուս իրեն ավելի հերու գուզե դանել։ Ուշադիր եղեք ձեր վարժություններուն, ավանդություններուն, ձեր այդ բաներուն որ վարժված եք, այն բաներուն որ ձեր գիտակցության մեջն է, դերը գուզե մեզ միշտ այդտեղեն դուրս հանել, նոր հայտնություններ տալ, իր երկնային հայտնությունները տալ, մեզ գուզե սորվեցնել իրական ավետարանը, մեզ գուզե դանել դուրս մեր սահմանափակ մտքերեն։ Եվ այստեղ կգարձե թե բարդեսբանն է, ուր թրիր, երթամ վերցնեմ զայն գսե, եւ Հիսուս ասավ Մարիամ, անունը տվավ։ Երբ Մարիամ ասավ, անդարձավ եւ եբրայերեն ասավ Ռաբբունի, ասել է իմ վարդապետս։ Հիսուս ասավ անոր, ինձ մի թփչիր, վասնզի թեր հորս կով ելած չեմ։ Այստեղ քեղեցիկ է, երբ Հիսուս անունով կգանչե Մարիամին։ Դերը մեզ անունով կգանչե։ Դերը մեր ներսը, մեր խորքը գուզե խոսիլ։ Դերը մեր իրավիճակները չուզեր պատասխանել, չուզեր լուծումնել դար, այլ գուզե մեր ներսը, մեր անունով ես քեզ անունովը ճանաչեցի։ Քո անունդ քրեցի, քո անունդ քրված է երկնքի կրքի մեջ, յանքի կրքի մեջ։ Անունը ասել է քո ներսը, քո իրական անձը։ Եվ դերը գուզե այդտեղ մեզ հետ խոսիլ։ Ցավեր կան, մտահոգություններ կան, սուկեր կան, այո, բայց դերը գուզե մեր ներսը, մեր անձին խոսիլ եւ այն ժամանակ, երբ քո անունդ կուտա, այնտեղ կսպասե որ դու հասկանաս եւ ճանաչես թե ինք ով է։ Եվ այստեղ Մարիամը հասկացավ, ընդունեց, ճանաչեց, որ Հիսուսն է։ Բայց նորեն գուզեկալ պատտվիլ Հիսուսի։ Գուզեկալ իր առաջվա այդ
այդ չերմությունը տեսնել։ Եվ այդ անորամար գսե ինձ մի մոդենար, ինձ մի թփչիր։ Քանի որ ես դեռ հորս կով ելած չեմ։ Ուրեմն այստեղ համբարձման առաջ, համբարձում են առաջ, որ պիտի բադահի 40 օր հետո, համբարձում են առաջ Հիսուս հարուցյալ մարմինով ելավ հորքով եւ եկավ։ Վստահ։ Ինձ մի թփչիր։ Քո հարաբերությունդ իմ հետ այլևս առաջվա պես պիտի չլա, Մարիամ։ Ասկևերջ ես քո դերն եմ, ես փարավորյալ եմ։ Ասկևերջ քո հարաբերությունը պիտի չլա երևելի, երևույթով, դեսանելի իմ հետ։ Այլևս ինձ պիտի չփնտրես այս դունը կամ այն դունը։ Այլևս իմ հետ հարաբերությունը դարբեր պիտի լա։ Հոգևոր հարաբերություն պիտի լա։ Ուրեմն այստեղ Հիսուս, ինչպես քիչ հետո տեսնենք, կպատրաստի աշակերտներուն նոր ռեժիմի դակ, նոր ընթացքի դակ մտնել, ինչ որ պիտի բադահի գործ արաքելոց առաջին գլխոն մեջ, երբ Սուրբ Հոգին պիտի կա, երկրորդ գլխոն մեջ, երբ Սուրբ Հոգին պիտի կա, եւ նոր ընթացք պիտի սկսի հարաբերությունները Հիսուսի եւ աշակերտներուն հետ։ Այլևս ֆիզիկական պիտի չլան հարաբերությունները, անորոն ինձ մի թփչիր, պատրաստվիր այլևս ինձ չթփնալու, պատրաստվիր այլևս իմ հետ առաջվաբես դեսանելի երևույթային հարաբերություն ունենալու։ Մեր հարաբերությունները բոլորովին ավելի խորը պիտի լինի եւ ավելի դարբեր ցևով պիտի լա։ Ուրեմն մի թփչիր տեր հորսկով ելած չեմ, հավաքնա եղբայրներուս ըսե։ Եղբայրներուս։ Հալելույա։ Առաջին անգամ գսե Հիսուս այստեղ եղբայրներուս կնա։ Հիսուս գտնե ինքզինք իր եղբայրներու հավասար հարաբերության մեջ։ Եղբայրներուս կնա եւ ասե անոնց. ես կելեմ իմ հորսկով եւ ծեր հորքով, իմ աստուծույսկով եւ ծեր աստուծույնքով։ Այստեղ շատ կարեւոր է։ Հիսուս կներկայացնի այս միտքը ասելով ասկե վերջ իմ հայրս, որ երկինքն է, պիտի ըլլա նաև ծեր հայրը, իմ աստվածս իբր մարդ, որ երկինքն է, պիտի ըլլա ծեր աստվածը, ինձմով պիտի ընդունիք եւ ինձմով պիտի մոտենաք այն հորը եւ այն աստծո մեջ, այն աստծո, քանի որ ինչ որ իմն է, պիտի ըլլա ցեզի։ Ուրեմն այստեղ Հիսուս այնքան բադիվ գնե, իմ հայրս պիտի ըլլա ծերը, իմ աստվածս պիտի ըլլա ծեր աստվածը։ Եվ այստեղ որ գսե իմ աստվածս, այստեղ գխոսի Հիսուս իբր անտրանիգը, իբր առաջինը, մարդկանց ներկայացնողը, իր մարդկության մեջ է որ գխոսի Հիսուս այստեղ։ Հիսուս պիտի լե իբր մարդ հորը աչքովը պիտի նստի եւ պիտի ներկայացնե բոլոր մարդիկ, որ պիտի կան հետո իրեն հավատալով եւ դիրոջ հետ պիտի լան հավիդյան։ Ուրեմն Հիսուս առաջինն է, անտրանիգն է մերելներեն հարություն առնողներեն։ Առաջինն է, որ ինք պիտի ներկայացնե մարտարարածը։ Եվ այսօր մասին երկար խոսեցանք, երբ Գողոսացի գիրքը սերդեցինք իրար հետ։ Հիսուս մերելներեն անտրանիգն է։ Ստեղծվածներուն անտրանիգն է։ Այդ առումով, որ վերստին ստեղծվածներուն առաջինը Հիսուսն է, ոչ թե քանի որ ինքը ստեղծված է, քանի որ ինքը իրենց ներկայացուցիչն է։ Անորմալ գսես գելեմ հորսկով, ծեր հորքով, իմ աստուծքով, ծեր աստուծքով հարաբերությունները բոլորովին պիտի փոխվին։ Եվ Մարիամը գսե Մագդաղենացին քնած աշակերտներուն պատմեց թե ինք դերը տեսավ եւ թե այս բաները իրեն ըսավ։ Հալելույա։ Հիսուս առաջին հարուցյալ իր խոսակցությունը ունեցավ գնոջ հետ։ Եվ գզարմանան որ շատ գրնամսեր քրիստոնեական շարժումներու մեջ, չեմ ասել իսլամական, քրիստոնեական շարժումներու մեջ գինը տրված է միշտ երկրորդական տեղ։ Հարության առաջին լուրը Հիսուս դվավ գնոջ։ Գրնակ Երևակայել։ Եվ այստեղ կարևոր է, որ հասկանանք, որ Սուրբ Հոգին եւ քույրերի վրա եւ եղբայրների վրա հարգված է։ Այո, գարկ կա, եկեղեցական գարկաբահության մեջ գարկ կա։ Ընտանիքի մեջ գարկ կա, ամուսինը գինը։ Ինչպես հայրը եւ որդին։ Բայց այստեղ անարքանք չկա, այլ միություն կա։ Շատ կարևոր է այս, որ ուշադի եթե դու քույր ես, գիտիր, որ Սուրբ Հոգին նույնպես քո մեջ կապրի, ինչպես եղբայրներու մեջ։ Նույնպես քեզ գարախոսի, ինչպես եղբայրներուն, բայց եկեղեցին մեջ գա գարկ ու կանոնը։
Ուրեմն Աստված գտեսնենք այստեղ Հիսուս չանարգեր գիները, ինչ որ շատ տեղեր գլսենք։ Գիները պետք է լուր մնան, գիները պետք է չխոսին, գիները պետք է մեկ անգուն կանգնին, այդպես չսեր, այլ այստեղ գբատվե գիներում։ Գինն է առաջին հարության լուր դվողը իր աշակերտներուն։ Բոլորը փախանկացին, գինը այդտեղ մնաց։ Այսօր մեջ խորը բաներ կան։ Բայց այս բոլորը ասելով անշուշտ կսեմ, թե եկեղեցին մեջ կա գարքը եւ կանոնը։ Եղբայրները իրենց դեղ ունեն, քույրերը իրենց դեղ ունեն, քանի որ երկուքը թեգուզ նույն հոգիով մեկ են, բայց երկուքը դարբեր ստեղծվածներ են։ Եվ անոր համար է որ պիտի հարկվի այդ գարքը դղամարդու եւ գին մարդու։ Հալելույա։ Համար 19 նույն օրը մեկշաբթի իրիգունը, ուրեմն գիրագի իրիգուն, աշակերտներուն հավաքված դեղին թռները կոչեին հրյաներեն վախնալուն համար։ Տեսեք, հավատացին, քիչ առաջ տեսանք Հովանես հավատաց Հիսուսի հարությունը, բայց նորեն կացերը իրենց դանը մեջ վախով նստել են։ Ուրեմն հավատքը չփոխեց իրենց կյանքը։ Հիսուս եկավ եւ անոնց մեջտեղը գայնած էր եւ ըսավ անոնց։ Ուրեմն թուրերը կոչեին, Հիսուս եկավ եւ անոնց մեջտեղը գայնեցավ։ Ինչպես հրեշտակները, քերեզմաններուն թուրերը կոչեին, մեկ թուր գար, բայց իրենք ուրդեղ են ներս մտան չեն գիտեր։ Նույն ծավալ Հիսուս ուրդեղ են ներս մտավ չեն գիտեր, բայց եկավ եւ գայնեցավ անոնց մեջտեղը։ Կարևոր է մեջտեղը, մեջտեղը։ Հիսուսի դեղը մեջտեղն է, գետրոլական դեղն է, ինչու թակավորն է։ Ինչու, քան որ դերն է։ Եվ անոնց մեջտեղը տեսավ եւ առաջին խոսքը խաղաղություն ցեզի։ Խաղաղություն ցեզի։ Դուք կվախնաք հրյաներեն, բայց ես ցեզի եկա խաղաղություն տալու։ Չէ որ ասած էր մի քանի գլուխ առաջ, ես ցեզի բիդամ իմ խաղաղությունս, որ աշխարհը չդար։ Այն խաղաղությունն է, որ այստեղ Հիսուս գհրճագե։ Այս ասելով իր ցերկն ու գողը ցույց տվավ անոնց, աշակերտներն ալ ուրախացան, երբ տեսան դերը։ Հիսուս նորեն ասավ խաղաղություն ցեզի։ Ինչպես հայրս ինձ ղրգեց, ես ալ ցեզ կղարգեմ։ Առաջին խաղաղությունը տվավ Հիսուս, որպես իրենք հասկանան, հանդարտին, հարցեր չդան այլևս Հիսուս այստեղ է։ Երբ որ տեսան, ուրախացան, խաղաղությունը ուրախություն կդա միշտ։ Խաղաղությունը, ներքի խաղաղությունը Հիսուս Քրիստոսի առաջ քեզ միշտ կուտա ուրախություն։ Եվ երբ որ ուրախացան, Հիսուսով շատ լավ չվերջացավ, հիմա ես ցեզ կղրգեմ։ Երկրորդ խաղաղությունը որ տվավ, այդ երկրորդ խաղաղությունը իրենց չվախնալու համար է։ Այլ պիտի չվախնակ, այլ ես ցեզ պիտի ուղարկեմ։ Պիտի ուղարկեմ հիմա, դուք կփախնեիք թուրերը կոց հրյաներեն, հիմա ես ցեզի պիտի ուղարկեմ տեպի հրյաները։ Խաղաղություն ցեզի, չվախնաս, գնա տեպի այնտեղ, ու որ ես պիտի ղրգեմ։ Այս ասելով գսե անոնց վրա փչեց, ու սավանոնց արեք Սուրբ Հոգին, որոնց մեղքերը որ թողված պիտի ըլլա անոնց, եւ որոնց մեղքերը որ ետ բռնեք, բռնված պիտի ըլլա անոնց։ Երբ պիտի ըլլար այս բաները, երբ որ Սուրբ Հոգին պիտի կար, բայց միջև այդ իրենք պետք է սպասեին Սուրբ Հոգին։ Ուրեմն Հիսուս երբ որ գսե ես ցեզի աշխարհ կղրգեմ, ըստացեք Սուրբ Հոգին, որում որ բռնեք պիտի բռնվի, որում որ ազատեք պիտի ազատվի, այս մարգարեություն է որ գնե, այս ուղղություն է որ գուտա, որ պիտի բադահեր Պենտեկոստեի օրը։ Այդ օրը բամը չեղավ։ Այդ օրվա համար չէր։ Քանի որ դեր Սուրբ Հոգին չէին ստացած։ Սուրբ Հոգին դեր չէր եկած։ Ուրեմն այստեղ որ փչեց իրենց վրա, ես ցեզ գուղարկեմ, ասա, բայց չուղարկեց։ Պիտի գսե անոնց որ թողեք, պիտի թողվին, անոնց որ ազատեք պիտի ազատվի, բայց դեր այդ բանը չեղավ։ Այդ սկսավ լալու, երբ Պենտեկոստեի հոգեկալության օրը եղավ, երբ Սուրբ Հոգին եկավ։ Ուրեմն այստեղ Հիսուս ուղղությունը կպանա նոր, ինչպես քիչ առաջ ասի, նոր ռեժիմի, նոր ապրելացեվի, նոր ծառայության, նոր հոգևոր կյանքի, որ այլևս Սուրբ Հոգիով պիտի ըլլա եւ ոչ թե իր ներկայությամբ։ Սուրբ Հոգին փչեց, ըստացեք Սուրբ Հոգին, ասելով ասկևերջ իր հետ պիտի աշխատիկ։ Պիտի կա ժամանակը որ Սուրբ Հոգիով պիտի քայլեք, ես պիտի չըլլամ ձեր ներկայության մեջ։ Ես ձեր հետ պիտի չըլլամ Երուսաղեմ կամ Պաղեստին կամ այստեղ կամ այնտեղ։ Դուք պիտի գնաք աշխարհի ծայրերը, ես ձեզ գուղարկեմ, հալելույա, մինչև աշխարհի ծայրերը։ Սիրելի քույր եղբայր հայրենագից, սիրելի հավատացյալ,
Գիտիր, որ եթե դու իրական Հիսուսի հետևորդ ես, դու ուղարկված ես, դու ղրկված ես, որբեսի ավետարանը քարոզես, որբեսի մարդիկ ապաշխարեն, որբեսի մարդիկ բժշկվեն, որբեսի մարդիկ կան դեր Հիսուս Քրիստոսի։ Դու Սուրբ Օքին ստացած ես, որ այդ կորձը կատարես։ Դու Սուրբ Օքին ստացած չես, որ նստիս քո դունդ, քո ներքին հարցերով սպաղվիս, կամ քո ներքին եկեղեցական հարցերով քննադատես, այս անես, այն անես։ Դու Սուրբ Օքին ստացած ես, որովհետեւ հոգիները դարձնես դեր Հիսուս Քրիստոսի հետևորդներ։ Այս է միսիան առաքելությունը, որ դերը գուտա։ Եվ ասոր համար մեր ծառայությունը, ինչպես արդեն ասել էի նորեն գսեմ, մեր ծառայությունը աշակերտության աշխատանոց կն է, կգազմագերբե սեպտեմբերին վերջ, պիտի գազմագերբվի, անոնք որ գուզենան, թող գապնվին մեր հետ։ Մենք կանչված ենք, մենք ղրկված ենք աշակերտներ ընելու, ոչ թե վգայելու, այլ աշակերտներ ընելու։ Ոչ թե միան Հիսուսի մասին խոսելու, այլ Հիսուսի հետ քայլեցնելու մարդկանց։ Նույն բանը չէ։ Բայց այդ բանը պիտի ըլլար աշակերտներուն համար, պիտի ըլլար երբ հոգեկալության օրը պիտի կար։ Ամեն։ Ուրեմն շատեր գսեն նայեցեք Հիսուս փչեց Սուրբ Օքին, իրենք ստացան Սուրբ Օքին։ Բայց նույն ցևով գսեց ես ղրգեցի, դուք պիտի թողեք եւ պիտի թողվի։ Ուրեմն նույն իրավիճակի մեջն է։ Երբ Սուրբ Օքին ստացան, ուրեմն պետք է ղրգված ալլային։ Ղրգված եթե ղրգված էին, պետք է արդեն ավետարանչություն ունեին։ Բայց Հիսուս մի քանի համարներ հետո ավելի կորձարակելուցին սկիզբը գսեց սպասեցեք, բան մչնեք։ Ուրեմն այս խոսքը պիտի գադարվեր, գադարելա կորձվեր, երբ Սուրբ Օքին պիտի կար, եւ այդ բանը հենց Սուրբ Օքին եկավ եթե ուշարժունարիկ դուրս ելան իրենց դուներից, այդ բահված դուրերեն, այդ կոծված դուրերեն, այդ վախկոտ վիճակեն դուրս ելան եւ սկսան ավետարանը քարոզել եւ 3000 մարդիկ ապաշխարեցին եւ այդ բոլորը ազատագրվեցան։ Ուրեմն ինչ որ Հիսուս այստեղ գադարեց, խոսեցավ, գադարվեցավ հոգեկալության օրը։ Հալելույա։ 12-ին մեկը երկրորդ ըստված Թոմաս անոնց հետ չէր, երբ Հիսուս եկավ։ Երբ մյուս աշակերտները ըսին անոր թե դերը տեսանք, անալսավ, եթե իր ցերկերուն վրա բևերներուն նշանները չտեսնեմ, ու մադս բևերներուն դեղը չխոթեմ, եւ իմ ցերկս անոր գողը չխոթեմ, ես չեմ հավատար։ Մեր խոսքով պիտի տեսնեմ եւ պիտի հավատամ։ Դուք ինձ ուզածնით ըսեք, ես պետք է տեսնեմ եւ հավատամ։ Տեսնեք այստեղ Թոմասը այո, թերահավատություն է իր ռածը, բայց նաև մյուս կողմեն ինքուզ է կատարյալ վստահ իր քայլերի մեջ։ Չընդունեց ինչ որ եղբայրները ասին։ Թերահավատ եղավ, այո։ Բայց այստեղ ինք պետք է վստահ լար, քանի որ ինքը պետք է փոխանցեր նաև Հիսուսի հարությունը, Հիսուսի հարությունը ինք պետք է փոխանցեր ուրիշներուն։ Պետք է ինքը վստահ լար, պետք է ինքը գադարյալ լար, ինքը պետք է գադարելապես համոզված լար, վգա լար։ Մյուսերը տեսան, բայց ինքը վգա չէր, ինքը վգա չենավ, բայց ինքը վգա գուզել լար, իր աչքերով գուզե տեսնել։ Ուրեմն թերահավատություն կա, բայց մյուս կողմեն իր մեջ կա նաև այդ քաջությունը, որ ինքը ուզե վգա լալ, ագանատես լալ, որպես երթա եւ քարոզի։ Եվ ասե որ մենք տեսանք իր խաչելությունը, իր հարությունը, մենք շոշափեցինք իրեն, մենք կերանք իր հետ, մենք տեսանք, որ ինքը հարություն արած է։ 8 օր հետո դարձյալ Հիսուս եկավ աշակերտները ներսնեին, Թոմաս անոնց հետ իր Հիսուս եկավ, թեև դռները կոծեին, կարևոր է այս, եւ գայնեցավ անոնց մեջտեղը, հալելույա, եւ ասավ խաղաղություն ցեզի։ Ետքը ասավ Թոմասին, մադը հոսպեր, եւ նայե իմ ցերկերուս, եւ փեր քու ցերկդ եւ իմ գողս խոթե ու մի ըլլար անհավատ հաբա հավատացյալ։ Ավասիկ Հիսուսի խոսքը հավատքի մարդ եղիր։ Հավատքի մարդ եղիր եկուր եւ դես որ ես եմ։ Եվ այդ հավատքով պիտի երտաս եւ քարոզես 4 կողմիններուն։ Եվ Թոմաս տեսավ։ Եվ Թոմասի վկայությունը նայեցեք, եւ Թոմաս պատասխան տվավ անոր ասավ իմ դերս եւ իմ Աստվածս։ Մյուսերը չսին մեր դերը եւ մեր Աստվածը։ Մյուսերը ասին մեր դերը ուրախացան եւ դերը տեսան գսե, բայց մեր Աստվածը չսին։ Թոմաս հրճագում արեց այստեղ։ Իմ դերս եւ իմ Աստվածս։ Հրյայի համար մարդ արարածի ասել Աստված մեծ հայոյանք էր, բայց իրենք արդեն տեսան, թե այն Հիսուսը, որ դերն է երկնքի եւ երկրի ամեն ֆիզիկական
օրենքներու հագարակ ճուրի վրա եկալող բادرեն ներս մտնող մահման հաղթող այն դերը այն Աստվածն է որ խաչին վրա մերավ մեզ համար եւ մեզ փրկելու այդ հարությունը արավ որ Սուրբ ոգիով մենք ալ կարողանանք քայլել այդ ճանապարհներուն մեջ եւ Հիսուս կսե որովհետեւ դու զիս տեսար ադոր համար հավատացիր այո բայց Երանի անոնց որ տեսած չեն եւ գահավադան եւ այն օրվանե վերջ որոնք որ իրենց պիտի կարոզեն պիտի չտեսնեն Հիսուսի անձը երբ որ Սուրբ ոգին պիտի կա եւ իրենք պիտի տան աշխարհի 4 կողմից կարոզեն Հիսուսի անձը պիտի չտեսնեն այլ պիտի հավատան իրենց վկայությանը Երանի անոնց առանց տեսնելու գահավադան Երանի անոնց առանց զգալու գահավադան Երանի անոնց առանց հասկանալու գահավադան ինչ որ այսօր շատեր այդտեղ չեն նշան դուր մեզի նշան մը փոփոխություն մը փամ մը տեսնենք եւ փոխվենք Երանի անոնց որ գնվիրվին Հիսուս Քրիստոսի կատարյալ հավատալով որ ինքն է Աստվածը Տերը Փրկիչը երկնքի եւ երկրի եւ գնվիրվին անոր Երանի այդ մարդկանց առանց տեսնելու քանի որ մենք առանց տեսնելու կհավատանք ուրեմն մենք հիմա այսօր ավելի երանելի ենք քան թե այն աշակերտները որ տեսան քան թե այդ Թովմասը որ իր մատը տրավ վերքերու դեսան իրենց աչքերով գերան իր հետ սպասեցին իրեն դեսան մենք ավելի երանելի ենք քանի որ մենք կհավատանք Հիսուսի անձին հավերժնականության ճշմարտության իր էությանը առանց տեսնելու երանելի անոնք որ դեսան չդեսած կհավատաններով եւ Հիսուս կսե շատ նշաններ ըրավ իր աշակերտներուն արչեւ որոնք այս կրկին մեջ գրված չեն բայց ասոնք գրվեցան որբեսի հավատաք թե Հիսուս Քրիստոսն է Աստծո եւ որբեսի հավատալով կյանք ունենաք անոր անվանը ավասի Հովաննես կսե շատ բաներ դեր եղավ բայց ես չեմ քրած այդ բոլորը ես քրած եմ ձեզ ամենակարևորը շատեր երբեմն գսեն գիտեք ասինչ դեղ ասինչ քիրքը գա ասինչ արաքյալին ինչ բաներ կան այդտեղ ժողովուրդ եթե Հովաննես ամեն Հիսուսի ըրածը քրեր գսե նույնիսկ թուղթ մադիտ չի բավեր աշխարհին մեջ քրելու Հիսուսի ըրածները այնքան մանրուկներ բզդիկ բաներ փոքր բաներ եղած խոսեցավ որ մենք թուղթերը չեր բավեր գսե Հովաննես բայց ինչ որ քրեցի այս է կարևորը թե Հիսուս Աստծո որդի է թե Հիսուս Աստված է թե Հիսուս եկավ մերավ խարություն արավ եւ այս հավատալով դու արդեն պիտի ստանաս փրկությունը մենք երբեմն շատ այսպես նորություններ կսպասենք հայտնություններ կսպասենք նոր բաներ կսպասենք որ այդտեղ են նոր բաներ հասկանանք նոր բաներ տեսնենք նոր բաներ զգանք շատ հավատացյալներ այդպես են ուզեն նոր բաներ զգալ այստեղ են այնտեղ գվազեն նոր բաներ սորվելու ոչ բավարար է Հիսուս Քրիստոս հարուցյալ խաչյալ եւ հարուցյալ Հիսուս Քրիստոս հանձնվիր իրեն լսե իր խոսքը հետևիր իրեն ինքը Սուրբ ոգիով գիտե քեզ ինչպես պիտի առաջնորդե բայց նվիրվիր այս է ավետարանը Եվ անոր անվանը հավատալով դու ստանաս փրկություն, քանի որ եթե իր անունով չհավատաս եւ փրկություն չստանաս, դու հավիտյանս հավիտենից քո մեղքի մեջ մերած պիտի ապրիս Աստուծո մեհերու, որն է թժողքը։ Անորոմար Տերը իր կյանքը տվավ, որովհետեւ դու իրեն վստահելով, նվիրվելով, հավատալով, հետևելով ապրիս այն հավիտական կյանքը, որուն համար քեզ ստեղծել է, որովհետեւ դու այդպես ապրիս հավիտյանս հավիտենից։ Եվ իրեն դրվի միշտ փառքը, բադիվը եւ օրհնությունը։ Մենք նորեն կհանդիպենք Տերը հետ